Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Լրագրողները Փաշինյանին խորհրդարանում հարցնում են ինչու գործարար Սամվել Կարապետյանի եկեղեցուն աջակցող հայտարարությունից հետո սկսվեցին գործողություններ Կարապետյանի ու ընտանիքի նկատմամբ։ Փաշինյանը ձևակերպում է, թե այդ հայտարարությունը ոչ թե եկեղեցու, այլ Հայաստանի Հանրապետության մասին էր։ Փորձեր արվում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունում կարող են գալ ինչ-որ մարդիկ, ինչ-որ տեղերից եւ ինչպես իրենք են ասում, իրենց ձևերով ինչ-որ բան անել եւ Հայաստանի Հանրապետությունը ունի արձագանքի կոնկրետ լծակներ։ Ազգային բարեգործը հայտարարություն տարածեց անդրադառնալով իր հետ տեղի ունեցածին։ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարը ձևակերպում է, որ իրադարձությունները հերթական անգամ ցուցադրեցին գործող իշխանության ողջ սնանկությունը, անկեղծ ատելությունը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, կամահարական վերաբերմունքը ազգային արժեքների հանդեպ, առողջ քննադատության անընդունելիությունը, որևէ այլախոհության կոպտորեն ճնշելու հիվանդագին ցանկությունը շարունակում է, բայց Հայաստանը միշտ ու առաջին հերթին հայտնի է եղել իր սկզբունքային ու անվախ որդիներով, ու դեռ չի ծնվել այնպիսի իշխանություն, որ կարողանա կոտրել նրանց։ Երեք շատերն ընդվզեցին անարդարության դեմ, ու ես անկեղծ շնորհակալ եմ նրանց։ Իմ հայրենիքն ու հայրենակիցները մշտապես ուշադրությանս կենտրոնում են եղել, իմ ու ընտանիքիս կյանքի եւ գործունեության առանցքում։ Այդպես եղել է, կա ու կլինի միշտ։ Երբեք չեմ հրաժարվի իմ սկզբունքներից ու արժեքներից, որովհետեւ դրանց հիմքում ինքը Հայաստանն է, անհուն հարգանքն ու սերը իմ հայրենիքի, մեր ավանդույթների, մեր պատմության, մեր եկեղեցու հանդեպ։ Սիրելի հայրենակիցներ, վստահ եմ, որ համախմբվելու ենք ու կարողանալու ենք ելք գտնել մեր երկրի շուրջ ստեղծված ծանր իրավիճակից, Աստծո օգնությամբ։ Հավատավոր ժողովուրդը սատար է կանգնել իր եկեղեցուն իշխանական հայտնի հայտարարություններից հետո, դա արտահայտվում է նաև Սամվել Կարապետյանի հայտարարությամբ, խորհրդարանական Տիգրան Աբրահամյանն է ասում, ու հետևություն անում, իշխանությունն այստեղ վտանգ է տեսնում։ Հանգստացնող է հատկապես այն պարագայում, երբ որ եկեղեցու սատարման մասին խոսում են մեծ հեղինակություն ունեցող անձինք, իսկ Սամվել Կարապետյանի քշիրը չնայած առաջին հերթին արտահայտում է տնտեսական հարաբերություն որպես գործարար, բայց բնականաբար իր հեղինակությունը նաև քաղաքական բավականին մեծ քշիր է նաև հաղորդում իր վարքագծին, իր կենսագրությանը։ Պատգամավորը նկատում է, ակտիվացել է նաև Բաքվի քարոզչամեքենան, թիրախում է հայ առաքելական եկեղեցին, ակտիվացել են նաև բարեգործի թիրախավորումները։ Սամվել Կարապետյանի մասով դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանը շատ վաղուց փորձում էր միջազգային հետախուզում հայտարարել եւ փորձում է դրանով նաև որոշակի ճնշումներ ապահովել նրա նկատմամբ, քանի որ ըստ նրանց Սամվել Կարապետյանը Արցախում բավականին մեծ ներդրումներ արել, ինչը բնականաբար իրականություն է։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հեծը պետականացնելու ձեռնարկին, ընդդիմադիր պատգամավորը ձևակերպում է, թե ապօրինություն է Սամվել Կարապետյանի ձեռքից հեծը վերցնելը, իսկ իշխանության այս քայլերը ուղիղ հարված են հնարավոր ներդրումներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ նախատեսվում է պաշտոնական այց Թուրքիա, նա ընդգծել է, որ այցի մանրամասները կհրապարակվեն համատեղ հայտարարության ձևաչափով, պայմանավորվածությունները չխախտելու համար։ Ավելի վաղ այցի մասին խոսել էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է, որ արևմտյան Ադրբեջան հասկացությունը Հայաստանի տարածքում գոյություն չունի, իսկ նման հայտարարությունները դիտարկում են որպես տարածքային պահանջներ։ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևը հայտարարել է, որ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի, այլ ընտրանք չկա։ Նրա խոսքով սա կարող է դառնալ Սևծովյան տարածաշրջանի կապի առանցքային հատվածը։ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի քաղաքացիների տեղաշարժը պետք է իրականացվի առանց ստուգման, Կալինինգրադի օրինակով։ Նա հավելել է, որ միջանցքը ներկայում կարող է օգտակար լինել հենց Հայաստանին։ Ես հոգևոր զգացմունքներ ունեցող մարդ եմ եւ դա երբեք չեմ էլ թաքցրել։ Հոգևոր զգացմունքներն ու 2020 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հրատարակած համաբարբար հայոց կանգնագիրքը ձեռքին է Նիկոլ Փաշինյանը խորհրդարան եկել, ավելի հստակ ու պատկերավոր բացատրելու ու ներկայացնելու, թե ովքեր են կուսակրոն քահանաները եւ ինչ է լինում նրանց հետ, երբ դրժում են խոստումը։ Նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը, հոգևորականների մասին է։ Շնություն անելով այլևս կույս չեն կարող համարվել։ Այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Ընդդիմության ներկայացուցիչները ասում են եկել են կուսության հարց են քննարկում։
հարգելնես կուսության հարց չենք քննարկում։ Քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի ա ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը եւ պետք է ղեկավարի եկեղեցին։ Կանոնագրքի բոլոր կետերը Հայաստանի վարչապետը կարդացել է, ուսումնասիրել, հիմա հստակ հայտարարում է ու վստահեցնում։ Ամենայն հայոց կաթողիկոսը պետք է հեռանա վեհարանից, խախտել է կուսակրոնության ուխտը։ Որպես երաշխավորություն իմ այս խոստումների ստորագրում եմ սույն ուխտագիրը։ Այսինքն հիմա ինչպես ակնհայտ է, Կտրիչ Ներսիսյանը իր իսկ Մայրա Թորսուրբ Էջմիածնի խորանի առաջ ինձ ստանձնած եւ ստորագրած ուխտը խախտել է։ Հասկանում եք, նա սա նշանակում է, որ վեհարանում նրա մնալու ամեն օրը խարխլում է հայ առաքելական եկեղեցու հիմքերը, ավանդները, կանոնները, որոնց հղում է արվում այստեղ։ Իսկ ինչու է կառավարության ղեկավարը հիմա որոշել խոսել այս մասին։ Ասում է միշտ լուրջ չի վերաբերվել այդ լուրերին, կարծել է բամբասանք է, բայց հիմա երբ ունի հստակ ապացույցներ, պարզապես դիտորդ լինել չի կարող։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է։ Այսպիսով մենք հայ առաքելական եկեղեցու հոգևոր հոտը քրիստոնեական մեթոդներով պետքա ուղղակի բոլոր սրբապիղծներին դուրս տնի Մայրաթորից, տենց եմ պատկերացնում, սիրով քրիստոնեաբար, բայց հետևողական։ Ամենադժվար պահերին հայի ու Հայաստանի կողքին է, ոչ մի րոպե չի դադարել գործել հանուն հայրենիքի։ Ազգային բարեգործ Սամվել Կարապետյանի բարերարությունը բազմաշերտ է, սկսած եկեղեցաշինությունից ընդհուպ հայրենանվեր ծրագրեր։ Իր գործունեությամբ մեծ ներդրում է ունեցել հայ ժողովրդի բարեկեցության, մշակույթի, կրթության, առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներում։ Մեծապես աջակցել է հատկապես հայ առաքելական եկեղեցու եւ հայկական հոգեվոր ժառանգության պահպանմանը։ Սամվելի եկեղեցա սիրությունը, եկեղեցա պաշտությունը, եկեղեցա մեծարումը ես նմանեցնում եմ Մանթաշովի ամբողջ այդ բարեգործական աշխատանքը, որ արվել է, դա միայն հիասմունքի է արժան եւ շնորհակալության, խորին խոնարհում ու շնորհակալություն Կարապետյան ընտանիքից, Սամվել Կարապետյանից։ Բազմաթիվ եկեղեցիներ ու վանական համալիրներ են դարձել շունչ առել Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ Սուրբ Փրկիչ վանքը, Լոռու Սուրբ Սարգիս եկեղեցին, Հովանես Օձնեցի վանական համալիրը, Արցախի Դադիվանքը, ինչպես նաև Կրոնշտանդի ծովային տաճարը Ռուսաստանում։ Հայ ազգի նվիրյալը տարիներ շարունակ միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել հատկապես Մայրաթորում, ֆինանսավորել է վեհարանի շենքի, ինչպես նաև դահլիճի կառուցման ծախսերը։ Հիացած եմ նորագույն դահլիճով, հա, փայլուն դահլիճ է, շատ գեղեցիկ, այսպես բարերգան, հա, արիստոկրատ դաշ է, բայց ինչպիսի գրադարան է սարքված։ Գրադարանը, ուղղակի ես գրադարանը թորնիկից հետ էի գնացել, ասես գալիս է ուրախությունից։ Ինչ շքեղագույն գրքերը, հնագույն մեր գրքերի, ինչպիսի մի գրադարան, մի ամբողջ մատերադարան է կառուցված։ Եվ այդ արել է Սամվել Կարապետյանը։ Կարապետյանը մեծապես աջակցել է նաև Արցախի մշակութային ժառանգության պահպանմանը, ֆինանսավորելով Արցախի աշխարհի պատմական եւ մշակութային հուշարձանների վերականգնումը։ Նրա աջակցությամբ են կառուցվել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնը, ինչպես նաև վերականգնողական կենտրոններ վիրավոր եւ հաշմանդամ ծինծառայողների համար։ Նրան դատարանի բակ սատարելու էին եկել մտավորականներ, մշակույթի գործիչներ։ Ես այստեղ եմ, որպեսզի կանգնեմ իմ պարոն Կարապետյանի կողքին, համաձայնեմ իր ամեն միացած տառին։ Համարձակ այսօր հասական պահին, երբ որ կանգնեց եկեղեցու կողքին, արիությամբ կանգնեց, միշտ իր խոսքով, իր գործերով կանգնած է եղել եկեղեցու եւ ժողովրդի կողքին, այսօր իր ելույթը, իր կեցվածքը սա հաստատում է այդ մասին։ Գաղտնիք չէ, որ մեծանուն հայի ջանքերով բազում աշխատատեղեր են նաև ստեղծվել։ Տաշիր ընկերությունների խմբի հիմնադիր Կարապետյանի ներդրումներով իրականացվել են էներգետիկ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրեր, օրինակ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության արդիականացումը, այստեղ ի դեպ 2500 նոր աշխատատեղեր
հարցեր են ստեղծվել։ Կարապետյանը շատ կարևոր մարդ է։ Ես ճիշտ ասած անձամբ ծանոթ չեմ, ուղղակի ես գիտեմ նրա առհասարակ եկեղեցական բարեգործությունները, նրա քաղաքացիական այդ բաները, նա մարդը մենակ չի վայել, ինքը կիսվում է իր ազգի հետ, ինքը իր ազգի մասն անում է ամենից, եւ սա նորից ինչ-որ ազգային բանի խփելու բանն է։ Բիզնեսին ենթադրենք, ազգային որևէ բան պիտի չմնա։ Ռուսաստանաբնակ հայազգի գործարարը $1 միլիոն են նվիրաբերել Հայաստան համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոն 2015-ին նպատակ ունենալով աջակցել Արցախում 5 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններ ապահովելու ծրագրերով։ Բարերարի առատաձեռնության շնորհիվ շուրջ 115 երեխա տանիք ունեցավ։ Գործարար Բարերարը երբեք չի դավաճանել հայի ազգային նկարագրին, իր անվերապահ նպաստն է բերել հայապահպանությունն ու ահռելի ներդրում ունեցել հայրենիքի հզորացման գործում։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ իրանցի ժողովուրդը չի հանձնվի ոչ պարտադրված պատերազմին, ոչ պարտադրված խաղաղությանը։ Նա ընդգծել է, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմական հակամարտություն սանձազերծի, կկրի հսկայական վնասներ։ Նախորդին Դոնալդ Թրամփը գրել էր, որ գիտեն Խամենեի գտնվելու վայրը, սակայն առայժմ նպատակ չունեն նրան վերացնել, զգուշացնելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների համբերությունը սպառվում է։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իրանի արևմուտքում գտնվող ավելի քան 40 ռազմական օբյեկտների վրա հարվածներ է հասցրել, մոտ 25 կործանիչ հարվածները կազմակերպվել են պաշտպանության բանակի հետախուզության վարչության ղեկավարության ներքո։ Նպատակը եղել է հրթիռային ենթակառուցվածքներ, այդ թվում հրթիռների պահեստներ եւ իրանական ռազմական օպերատիվներ ոչնչացնելը։ Մակրոնը TikTok-ում հրապարակել է G7 գագաթնաժողովից տեսանյութ ռուսական կապիբարա հիթի հնչյունների ուղեկցությամբ։ Հունիսի 18-ին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 10 միլիոն դրամով տուգանել է Հայաստանի էլեկտրական ցանցերը մոնիտորինգի արդյունքում արձանագրված տեխնիկական եւ առևտրային խախտումների համար։ Հանձնաժողովը նաեւ պարտավորեցրել է ընկերությանը մինչեւ 25 թվականի վերջը վերացնել բոլոր նմանատիպ խախտումները, անհրաժեշտության դեպքում փոխհատուցել սպառողներին եւ ներկայացնել հաշվետվություն 1 ամսյա ընթացքում։ ՍԱՏՄ դիմումի հիման վրա վերահսկողությունը իրականացվում Պիցա Տաշիր ՍՊ-ի բոլոր 36 մասնաճյուղերում։ Երևանի Մաշտոցի 50 հասցեում գտնվող մասնաճյուղում հայտնաբերվել են սանիտարահիգենիկ նորմերի խախտումներ, անպատշաճ պատեր, առաստաղ, հատակ եւ աշխատանքային մակերևույթներ։ Մասնաճյուղի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որի համաձայն քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետից եւ նրա փոխկապակցված անձանցից բռնագանձել 8 անշարժ գույք, 2 շարժական գույք, 5 իրավաբանական անձում մասնակցություն, 1 միլիարդ 550 միլիոն 258 հազար դրամ, որպես ստացված ապօրինի եկամուտների եւ միջնորդների մնացորդ, 8 միլիոն 419 հազար դրամ որպես ապօրինի ծագում ունեցող եւ բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումարը։ Արհեստական բանականության օգնականը, որ ամեն ինչ գիտեր, հիշում էր իր օգտատիրոջ առողջական պատմությունից, օրինակ հիվանդություններ, լաբորատոր հետազոտության արդյունքներ եւ այլն։ Ավելի քան 160 երկրից շուրջ 250 հազար օգտատեր արդեն ուներ, երբ մեր հայ ստարտափերների մոտ նոր միտք ծնվեց։ Անմիջապես գործի անցան արհեստական բանականությանը նոր գործ տվեցին։ Լաբորատոր արդյունքները վերլուծիր, հաշվետվություն տուր։ Այս պայն ինչպես է աշխատում, լաբորատորիայի հետ ինտեգրվում ենք, երբ որ պացիենտը գնում է լաբորատորիա, տալիս է համաձայնություն, որ իր տվյալները գան դոկուսին միմիայն վերլուծության նպատակով պացիենտի համար, երբ որ պատասխանները պատրաստ են, ինտեգրված համակարգով այդ պատասխանները գալիս են մեզ, մենք արհեստական բանականության միջոցով վերլուծում ենք, սարքում ենք մի հատ շատ խորը հաշվետվություն ու ուղարկում ենք պացիենտին, տեսնում է իր ցուցանիշների դինամիկան ժամանակի ընթացքում, չէ, որպեսզի հասկանա որ ցուցանիշ դեպի լավն է գնում, թե դեպի վատը, իրենց ռեֆերենս զոնաներով։ Ամբողջ գործընթացը կոդավորված է, այսինքն երրորդ որևէ մեկը որևէ բան չի տեսնում։ Դոկուսի տնօրենը միանգամից է ասում, կանխելով հնարավոր հարցը, իսկ առողջական գաղտնիքը, ի դեպ բժշկական հարցերի օգնական AI-ը միշտ եւ պարտադիր նաեւ հիշեցնում է, իր խորհուրդները բժշկի հետ պարտադիր համաձայնեցնել է պետք, մինչդեռ սպիտակ խալաթավորները իդեմս նրա հնարավոր կոնկուրենտի են տեսնում։ Իրականում այդ արձագանքը գրեթե բոլոր երկրներում միանման է, բժիշկների մոտ սկզբից ոնց որ գալիս է այդ վախի, պաշտպանվածության ոնց որ զգացմունքը, ու կարծում են, որ արհեստական բանականությունը եկել է իրենց փոխանելու, դա շատ սխալ կարծիք է,
ու մենք ամենտեղ նշում ենք, որ արհեստական բանականությունը բժշկին չի կարող փոխարինել, ինքը կարող է ուղղակի պացիենտներին ավելի կրթել, ավելի սարքել իրենց առողջության նկատմամբ ավելի գիտակից։ Բժշկի համար էլ հաշվետվություն ունի Դոկուսեյայը կլինիկական վերլուծություն է տալիս։ Բժիշկը ժամանակը կխնայի բուժառուներն այստեղ էլ դարձյալ գոհ են։ Չնայած քիչ ժամանակ է անցել, բայց տեսնում ենք հարյուրավոր պացիենտների դրական գնահատականներ, տարբեր շատ դրական կարծիքներ։ Դոկուսեյայից օգտվելու հնարավորություն այս պահին մեկ լաբորատորիա ունի մեր երկրում, բայց ստարտափերների նպատակը ամբողջ առողջապահական համակարգը ինտեգրելն է, որին ի դեպ պետությունը քիչ-քիչ պատրաստվել է սկսել։ Վրաստանի մաքսային ծառայությունը Հայաստանից մուտք գործած բեռնատարում հայտնաբերել է 31 միլիոն դոլար արժողությամբ գրեթե 300 կիլոգրամ հերոին։ Մեքենան բեռնված էր հրակայուն աղյուսներով, որոնք իրականում պարունակում էին թմրանյութեր։ Դրանք պետք է Բաթումիով ուղարկվեին Եվրոպա։ Բեռնատարը վարել է Վրաստանի քաղաքացի։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Հունիսի 17-ին մահվան ելքով վրա էր տեղի ունեցել Արարատի մարզում 44-ամյա Կարենը օփելով Արտաշատ բնակավայրի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 87-ամյա Լևիկին։ Արտաշատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն է արձանագրել նրա մահը։ Վարորդը փախուստի չի դիմել ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի առաջին դասակի բարեկները։ Հիմա տեսնում եք, այստեղ հավաքվել են մեծ թվով բնակիչներ, ովքեր արդարացիորեն բողոքում են, ասելով, որ նշված հատվածում հաճախակի է տեղ ունենում վրաերթեր եւ իրենք բազմաթիվ անգամներ դիմել են պատկան մարմիններին, որպեսզի այստեղ սարքեն վերգետնա անցում, սակայն խոստացել ու այդպես էլ չեն կատարել բնակիչների խնդրանքը։ Մենակ 6 թող ես ունեմ 2 հատ զբոսում եմ։ Չեմ կարող օրը երկու անգամ շոշես տարբեր, էլ հոգնել եմ չեն կարող անցնել։ Հələ ցերեկով լուսով գոնե տերում ես, բա գիշերը։ Ստիպած ես երեխեքին հանեք լցեք, դու թո դառնան անգրագետ։ Սաղ ձուկ է սատկացան, հա։ Դες մասսայական կոտորում։ Արա, ես ինչքան կաստել ստենա։ Վահ։ Մի քանի օր է Կոտայքի մարզի Արզնի գետում արտակարգ վիճակ է։ Ողջ գետը լցված է սատկած ձկներով։ Քաղաքացիներն ասում են 911 են զանգել։ Ըստ քաղաքացիների սատկած ձկները եղել են Կողակ, Բեղլու։ Կատարվածի մասին քաղաքացիները զանգել են պատկան մարմիններին, թե արդյոք ինչ հետևություններ են արել պատկան մարմինները դեռևս հայտնի չէ։ Այն այդ չայքեք ինչ են հավաքում։ Մեզ խա փրփրես։ Իրենց տեղեկություններով կեղտաջրերը գետն են լցվում Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայից։ Կոչ են անում պատասխանատուներին արագ արձագանքել, հետևողական լինել։